Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել դատարան, ակնկալել արդար դատաքննություն, որտեղ ինչպես դիմել, եթե խախտվել է արդար դատաքննության իրավունքը։ Հայ շվեդական գործակցությամբ ստեղծված հոլովակները կօգնեն գտնել հարցերի պատասխանները։ Հարցումներ նախաձեռնում են նաև Բարձրագույն դատական խորհրդի ու դատարանների խոսնակները, պարզելու քաղաքացիներին ամենից շատ հուզող հարցերը, պատասխանները ամփոփում հոլովակում։ Որպես թափանցիկության եւ ամենակարևոր ցուցանիշը իմ կարծիքով բավականին երկար քննարկված եւ միջազգային փորձագետների անմիջական, այսպես ասած, հսկողությամբ ընդունված Բարձրագույն դատական խորհրդի որոշումներ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի մասով, թե դատարաններում եւ թե Բարձրագույն դատական խորհրդում, որը կարծում եմ հենց զանգվածային լրատվամիջոցների համար էր արդյունքային առումով կարևոր, որովհետեւ նրանց աշխատանքը բավականին հեշտացավ եւ վստահ եմ ավելի արդյունավետ է դարձել։ Երկրորդ կարևորագույն արդյունքային ցուցանիշը հենց խոսնակների ցանցի ստեղծումն էր։ Քարամյա ծրագիրը մեր երկիրը եվրոպական առաջատար երկրի Շվեդիայի հետ իրականացնում է 2022 թվականից Բարձրագույն դատական խորհրդի եւ Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջև կնքված հուշագրով։ Այն միտված է դատական իշխանության մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, դատարանների Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքի թափանցիկության մեծացմանը, դատավորների բարեվարկության վերաբերյալ հանրային իրազեկվածությանը։ Շվեդիայի ծրագիրը համակարգում է Բյորն Լինդենը։ Մեր սկզբնական ուսումնասիրությունը կատարելուց հետո հասկացանք, որ լրատվամիջոցների եւ դատական համակարգի միջև կա համագործակցության որոշակի պակաս։ Շվեդիայի մեր փորձով դատարանների եւ լրատվամիջոցների միջև երկխոսության ընթացքում մենք կարևորում ենք թափանցիկությունը եւ այս ծրագրով ներդրվեց Խոսնակների ինստիտուտը։ Միջազգային փորձագետների հետ աշխատանքից հետո փոխվել է նաև դեռևս 2019-ին ընդունված ԲԴԽ որոշումը։ Մասնավորապես հանվել են ԶԼՄ-ների հավատարմագրման սահմանափակումները, դյուրացվել է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի ընթացքի լուսաբանման աշխատանքը, իրականացվել են վերապատրաստումներ, փոխայցեր, դասընթացներ։ Ոչ թե խնդիրն անում էր, որ դատավորները բարեվարկ չեն, այլ ավելի շատ հանրությանը ներկայացնել եւ ցույց տալ, ինչպիսին է դատավորի առօրյան օրինակ, ինչ ծանրաբեռնվածությամբ եւ ինչ պայմաններում է աշխատում դատավորը, երբ որ մենք ունենք ուղղակի խիստ վարքագծի կանոններ այս շփումների եւ դատավորի խոսքի առումով, որը որ օրենսդիրն է սահմանել նաեւ միջազգային ստանդարտները, մենք փորձում ենք դատավորներին տալ այդ կարողությունները, որպեսզի նրանք անմիջականորեն շփվեն զանգվածային լրատվամիջոցների հետ յուրաքանչյուր հարցով, բայց միաժամանակ զերծ մնան վարքագծի կանոնի խախտումով։ Հաջորդ տարի կավարտվի ծրագիրը, որի վերջնական նպատակը ըստ Լինդենի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է։ Մթնոլորտը փոխելու համար պահանջվում է երկար ժամանակ, անելիքները շատ են։ 2026 թվականի դեկտեմբերը հեռու չէ, արդեն սկսել ենք մտածել ծրագրի ժամկետը երկարաձգելու մասին, բայց դեռ որոշում չկա։ Այս ծրագրով շվեդական կողմը Հայաստանին հատկացրել է $3 միլիոն աջակցություն։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։